Կարող ենք ասել, որ տրանսպորտային պարկի թարմացումը ինքնին նշանակում է խնդրի լուծում, թե խորհրդային փոփոխությունների կարիք կա ամեն դեպքում։ Գիտեք, ես ուսումնասիրել եմ երկար ժամանակ շատ քաղաքների ու աշխարհի լավագույն փորձագետների հետ, չգիտեմ, սկսած հանդիպել, զրուցել տարբեր կոնֆերանսներին, գիտաժողովներին, տրանսպորտի առումով ասեմ։ Ես անցած օրը, այսօր ասեցին, որ բան եմ, գնել եմ նոր տրոլեյբուսներ։ Շատ լավ է, տրոլեյբուսը կարևոր բան է։ Բայց ես ինքս դեմ եմ տրոլեյբուսը լինի կենտրոնում։ Տրոլեյբուսները պետք է լինեն օրինակ չեն Դավիթ Բեկով գնա, հա, ասենք օրինակ, չգիտեմ, Միասնիկյան պողոտով եւ այլն, շատ կենտրոն չմտնի, որտեվ այս լարերը առաջացան տրոլեյբուսի պատճառով, որտեվ այն դեպքում այն ժամանակ չկար էլեկտրական ավտոբուս։ Հիմա էլեկտրական ավտոբուսները բերում եք կենտրոն, բացի էլեկտրականից կենտրոն որևէ հասարակական տրանսպորտ չպետք է մտնի, տրոլեյբուս եւ ավտոբուս պետք է լինի, բնականաբար ես ինքս ավելի սիրահար եմ եւ կողմնակից եմ տրամվայի, որը չկա, բայց միանշանակ պետք է վերականգնել Երևանի տրամվայը։ Հասարակական տրանսպորտը նայեք, զբաղվում է Երևան քաղաքը, բայց դա պետք է չզբաղվի Երևան քաղաքը։ Պետք է հասարակական տրանսպորտը զբաղվի Երևան քաղաքով, բայց ընդհանուր տրանսպորտային խնդիրներով պիտի զբաղվի կառավարությունը։ Ժամանակին կար տրանսպորտի նախարարություն, կար տրանսպորտի ինստիտուտ, հիմա չեմ ասում տարբեր քաղաքներում ավել նոր գրանտերով, տարբեր դոտացիաներով կամ բյուջեից տարբեր մասնագիտական տրանսպորտային հետազոտությունների ֆոնդ Երևանում չկա որևէ բան։ Այսինքն տաքսի ֆիրմային, Yandex տաքսի մասին, ամբողջ Yandex-ի մասին չեմ խոսում։ Գնացել են, խնդրել են ինչ-որ տվյալներ պետքա տա, որ փոսերի կամ մնացածին։ Այսինքն դա գիտեք ինչ է, դա չասեմ ամոթ է, բայց դա ծիծաղալու է։ Այն դեպքում, որ մի հատ մեծ վարչություն ունեք տեղեկական տեխնոլոգիաների բան, չգիտեմ ինչով զբաղվում է վարչությունը, հա, ինչ որ տենց բաներ անում են, կիսատ պրատ նայում ես տելևիզորներով, բայց հասկանում եք, կույր է մեր քաղաքը, քաղաքային իշխանությունը կույր են։ Այսինքն բացի որ չեն տիրապետում հիմնական խնդիրներից, նաև չգիտեն լուծումները, ասենք ես օրինակ առաջարկը քաղաքապետի սենյակում միշտ պետք է մի հատ մեծ պատ լիներ, ինքը օպերատիվ տիրապետեր քաղաքին։ Որ անգամ ժողովների ժամանակ տենար ունդ խնդիր է, այդ համապատասխան ըստ ենթակայության տեղակալ կլինի խորհրդական, օգնական, թաղապետ, վարչապետ, հոգի, անընդհատ միանար ասել ինչի անդեղ sense խնդիր։ Բայց մեր մոտ այդ խնդիրները անկում անում են Facebook-ից։ Դուք հասկանում եք, հիմա մի խոսում եք ինձ հետ մի մարդկանց մասին, ովքեր Երևանի ամենամեծ քաղաքաշինական ու կենտրոնի ամենակարևոր ու ամենավիճելի ու այդ որ կասկադի տվեցին մասնավորին, տվել են ամենամեծ մոտ այդ ամենամեծ համ կոռուպցիոն ռիսկեր կար, համ տարբեր խնդիրներ կան, շահերի, ինչ ասես կա այդտեղ։ Բայց տվեցին մենակ նրանով, գիտեք ինչով, Facebook-ի լայքերով։ Ասենք դուք պատկերացնում եք այդ ինչ ծիծաղալու բան է։ Facebook-ի լայքերով Երևանի կենտրոնում տվեցին 10-20 հեկտար ինչ որ մեկին, որ ինչ որ բան կառուցել, չեմ ասում, հələ կասկադի ճարտարապետական ընդհանուր շարունակությունը եւ այլն այդ մնացած խնդիրները։ Իսկ տրանսպորտը, որ ասում հասարակական տրանսպորտ ուրիշ է, իրանք ասում մենք անում ենք տրանսպորտային ռեֆորմ։ Իրանք չեն անում տրանսպորտային ռեֆորմ։ Իրանք անում են հասարակական տրանսպորտի շարժակազմի փոփոխություն։ Մի երկու հատ գծանշում եւ այլն տարբեր բաներ, հա, լսեցին որոշ բաներ։ Բայց դա մի քայլ չի, դա 10 քայլ, հիմա ես կարամ ասեմ, բայց ես կուզեմ որ իրանք քաղաքապետանից ինչ որ մեկը գա, տրանսպորտի վարչապետը, քաղաքապետը, փոխքաղաքապետը, ես ամբիցիաներ չունեմ, ավական, ով ուզում է, թող մի երկու հոգի հասկացող գան, բացատրեն որ դենք սխալվում, որտեվ իրանք միտից սխալ աչ են գնում։ Զեկուցում են վարչապետին, մի հատ հմեկով ռեպորտաժ անում են, ընդ սաղին եղում են, ասում են, «Սա եղավ, ուրախ եմ, եկե 6 ամիս տշերախ մի հատ խնդրեմ է»։ Մեկը հիմա գնա 50,000 դրամ ազգի հերոսը նախարար էր, իրանց նշանակած 50,000 թե 100,000 ինչ որ պարավոյի խնդիրներ տվել, գնացին մարդուն դատեցին, միլիոններով վնաս են տվել անիվից սկսած վերջացած մեն, մի հատ պատասխանատու չեղավ։ Ու դուք խոսում ենք հիմա մենք այդ քաղաքային իշխանության մասին, Արմեն ջան։ Տրանսպորտային խնդիրների մասով նաև մի ժամանակ հիշում ենք, որ ես չեմ հիշում իհարկե, փոքր եմ, բայց ճոպանուղի է եղել Երևանում։ Այդ ճոպանուղու կիրառումը հիմա որքանով է իրատեսական, ինքը հնարավոր թե շատ երազային է, ամբիցիոզ ծրագիր է, ու եթե դա լինի չի թոթափի արդյոք տրանսպորտի խնդիրը։ Ճոպանուղին լավ հիշեցրեցիք, մոռացել էի նաև այդ որ ասեցի տրամվայը, մյուսը կարևոր է ճոպանուղին, որտեղ Երևանի ռելիեֆն հենց հատկապես այդ նոր նորքի մասով, հələ հետագայում նաև Զեյթուն եւ մնացած վարչական շրջաններ, բայց նոր նորքում մենք կենտրոնից, օրինակ գյուղ ինստիտուտի մոտի ճիշտ պետք է անես, որ նախ այդ շենքերը ընդհանուր այդ ճարտարապետական միջավայրը բան չփչացնես, որտեղ ժամանակին շատ ճիշտ հաշված էր այդ դեպի հին նորքը գնացող ճոպանուղին, բայց նա ընդհանրապես 6 մաքսիմում 6 մարդու համար էր, բայց այդտեղ արդեն ինչ որ շենք են կառուցել աշտարակները հնարավորություն չեն տալիս որ գնան։ Խոսքը գնում է ավել օրինակ Դոպերմայլ ֆիրմայի տարբեր ոնց Ռուբեն Վարդանյանը այդ որ արեց Տաթևինը աշխարհի այդ պահին եթե չեմ սխալ մինչև հիմա լավագույն ճոպանուղը ամենաերկանից։ Այսինքն ստացվում է մենք կարող ենք չէ դա անենք։
Բայց դա պետք է դրան էֆեկտիվ է, որ լինի մինչև 30 եւ ավել պակաս։ Հնարավորությունները կան այդ ֆիրմաների, որ միանգամից մի քանի այնպես մարդ տա։ Բայց դա շատ կօգնի հատկապես շրջանայինից, այդ ուսանողական մասից, այդ ժամին 5-ից 6-ին թեթևացնի դու միանգամից կգնան դեպի վերև։ Ոչ թե հիմա գնան Միասնիկյան, հետո պատկերացնես գնում հիմա դու վերևից նայեք, ինչքան սխալ, ինչքան համ բենզին են ծախսում, համ ժամանակ են ծախսում, համ այդ ամբողջը գնում ես, հետո աչով գայով էլ հետս գնում դեպի 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ մնացած մասիներին, դեպքում որ ինքը ընդհանրապես հենց կենտրոնի վերևն է որ դու նայես։ Եթե մի հատ ռելիեֆային քարտեզով նայեք, դու կտեսնեք որ 4-րդ, 5-րդ այդ հատկապես այդ կալցիովի մասը հենց այդ վերևն է։ Մենք կենտրոնից կարող ենք տեղափոխել։ Մեծ փող է իհարկե այնտեղ մեծ այդտեղ կարելի է որպես ճանաչել, որպես հանրային գերակաշա որոշ հողամասեր, անգամ որոշ տներ, որ կարողանաս այդ ոտերը դնես այդ բաշմակները, հզոր բաները կարող, բայց դա չեն արել։ Խոսում են, շաբաթ տարին մեկ հենց տենում են մի քիչ ներնա, հեսա նախընտրական պերիոդ է, հաստատերի բաները կուժեղացնեն։ Մի հատ կարան անել, բայց հասկանում եք սենց նման շատ հարցեր կան, բայց դա ինքը սուպեր կարևոր բան է, նորարարական է, տեխնոլոգիա, դա իրականում կարողանում ես դու Չեմ ասում տրամվայ, որտեւ ի տարբերություն ավտոբուսի, մի տրամվայ կարող փոխանի 10 հատ ավտոբուս։ Օրինակ դուք եկեք պատկերացնենք, բարի ձեզ, եկեք պատկերացնենք, որ բժշկական ինստիտուտի մոտից տրամվայը կարող է դեպի Մասիվ մի տրամվայը կարող ունենա մինչև 6, 7 եւ ավել շարժակաց միանգամից։ Օրինակ ինքը հիմնականում աշխատում է 2-3 շարժակազմով, մինչև 200 հոգի։ Իսկ գիտեք ավտոբուսները ինչքան քիչ են։ Այս մաները շատ լավն են, աղմուկ չկա եւ այլն, բայց մեկը էլի քիչ են, ինքը տարածքը շատ է։ Տրամվայը այդքան շատ տարածք չի ուզում։ Տարածքը ավելի լավ է, ավելի էկոլոգիական է եւ այլն։ Հիմա դե դուք պատկերացրեք, այդ տրամվայը կարող մինչև 450 մարդ միանգամից ստանի։ Իսկ հիմնական իմաստ հասկանում եք, որ ասում սխալ են հաշվարկներ անում։ Հիմա նայեք դու բերում ես այդքան ավտոբուս, օրինակ, վերցնենք 1000 ավտոբուս, բայց քո հիմնական պիկը Երևան լինում է 5-ից 7-ը։ Մնացած ժամանակ իրանք իսա դատարկ են աշխատում, այլ էֆեկտիվությունն անգնում, այդ նույն ավտոբուսը Խանջանի վրա կամ Պրոսպեկտի վրա, նայեք ինչքան իրար հետևից ավտոբուսներ են գնում։ Մեծ մասը կիսա դատարկ, բայց իրանք պետք են գալի 5-ից 7-ը, բայց դրա համար ավելի գրագետ որոշումներ կան, հասկանում եք, բայց դրա համար որ այդ խնդիրը չի լինի, տրամվայ ես դնում, տրամվայն էլի, տրամվայ ինչ կար, դա ծախեցին, տրամվի պարկ բան, ինչ կա, դա նպատակը կենտրոնի մոտիկ մնալն էր, որ էլի տրամվայի հետագայում դու պիտի այդ եմ ասում, ռազմավարական մաստեր պլան լիներ, դու պարտադիր պետք է հաշվես, որ որոշ տեղեր պետք է թողես օրինակ տրամվայի համար, որոշ տեղեր թողես, չգիտեմ, բասեյների, ֆոնտանների, որ հովացնես քաղաքը այդ փաստաթղթերը ես մի օր շատ կուզենամ երկար զրուցեմ եւ երևանցիներն իմանան տարբեր ռազմավարական մաստեր պլանի եւ գլխավոր հետաքրքրի համար, բայց հենց դրա մեջ է ներառում օրինակ նույն այդ բանը ճոպանուղու հարցերը, որ թաղամասերը միանան, առաջնահերթը որ թաղամասի հետ միացնես, որը հետո մյուսը որի հետ կապես, որտեղ լինի, նույնը տրամվայը, որտեղ եմ ասում, տրամվայ կարա տա 450-ից 500 մարդ միանգամից, ավտոբուսը, պատկերացնում եք հանրատա ավտոբուս, ասենք մոտավորապես 10 հատ ավտոբուսի գործ է անում։ Ու ինքը ավելի երկար է ծառայում, չգիտեմ, ավելի էֆեկտիվ է, նույնը ճոպանուղին։ Բայց ճոպանուղը տենց տարին մեկ ինչ որ մի հատ հեսա կառավարությունում կամ մի հատ դիսպեչեր կամ ավականիստում կասեն, հեսա էլ ինչ որ մեկին մի հատ հանկարծակի գիշերով մեկը պայմանագիրը տենդերը կկրի, էլի կանի, էլի մի քանի միլիոն կծախսեն, հետո էլի ոչ մի բան չի լինի, ոչ մի պատասխանատու չի լինի ու կմնանք այն օրին ինչ որ որորին ենք։